Սիրադաշտի ճառերը։ Վասն 3 կերպարանափոխությունների։ Ես ձեզ ոգու 3 կերպարանափոխությունն եմ վկայում, թե ինչպես է ոգին ուխտ դառնում և ուխտը առյուծ և ի վերջո առյուծը մանուկ։ Ծանր շատ բան կա ոգու համար, ուժեղ, տոկուն ոգու համար, որին ներհատուկ է ակնածանքը, ծանրին ու ծանրագույնին է ձգտում նրա ուժը։ Ի՞նչն է ծանր, այսպես է հարցնում տոկուն ոգին, այսպես նա ծնկի է գալիս, ուխտի հանգույն և ուզում է լավ բեռնվել։ Ի՞նչն է ծանրագույնը, դուք, հերոսներ, այսպես է հարցնում տոկուն ոգին, որ ես այն վրաս առնեմ և գոհանամ իմ ուժով։ Մի՞թե սա չէ ցածրանալ սեփական գոռոզությանդ ցավ պատճառելու համար, հիմարությունդ փայլեցնել իմաստությանդ ի ծաղր։ Թե սա է մեր գործը թողնել, երբ այն իր հաղթանակն է տոնում, բարձր լեռները ելնել գայթակղիչին գայթակղեցնելու համար։ Թե սա սնվել ճանաչողության խոզակաղնով ու խոտով և հանուն ճշմարտության հոգու սովին տոկալ։ Կամ թե սա է հիվանդ լինել ու քշել սփոփելու եկածներին և բարեկամություն կնքել խուլերի հետ, որոնք բնավ չեն լսում, թե դու ինչ ես ուզում։ Կամ թե սա է կեղտոտ ջուրը մտնել, եթե դա ջուրն է ճշմարտության, և չքշել քեզանից պաղ գորտերին ու տաք դոդոշներին։ Կամ թե սա է նրանց սիրել, ովքեր արհամարհում են քեզ, և ձեռքը մեկնել ուրվականին, երբ նա մեզ ուզում է վախեցնել։ Ողջ այս ծանրագույնը իր վրա է վերցնում տոկուն ոգին, նման ուխտին, որը բեռնված դեպի անապատ է փութում, այդպես նա դեպի իր անապատն է փութում։ Սակայն ամենամիայնակ անապատում երկրորդ կերպարանափոխությունն է կատարվում։ Այստեղ ոգին դառնում է առյուծ, նա կամենում է իրեն ազատություն հափռել և տեր լինել իր սեփական անապատում։ Նա իր վերջին տիրոջն է այնտեղ փնտրում, թշնամի է ուզում դառնալ նրան և իր վերջին Աստծուն։ Հանուն հաղթանակի նա ուզում է մեծ վիշապի հետ մարտնչել։ Ո՞րն է մեծ վիշապը, որին ոգին այլևս չի ուզում Տեր և Աստված կոչել։ Դու պիտի։ Այսպես է մեծ վիշապը կոչվում, բայց առյուծի ոգին բարբառում է ես ուզում եմ։ Դու պիտին պառկում է նրա ճանապարհին, ոսկյա կայծեր համասփռելով, թեփուկավոր մի գազան, և ամեն մի թեփուկին դու պիտին ոսկյա փայլատակում է։ Հազարամյա արժեքներ են փայլատակում այդ թեփուկներին, և այսպես է խոսում հզորագույնը բոլոր վիշապներից. իրերի ողջ արժեքները այդ փայլփլում են ինձ վրա։ Բոլոր արժեքները արդեն ստեղծված են, և ամենայն ստեղծված արժեք ինքս եմ այդ, արդարև, ոչ մի ես ուզում եմ այլևս չպետք է լինի։ Այսպես է վիշապը խոսում. Իմ եղբայրներ, ինչի համար է հարկավոր առյուծը ոգու մեջ, ինչ չի բավարարում ծանրաբեռն կենդանին, սակավապետ և հարգաբարո։ Նոր արժեքներ արարել, սա առյուծն էլ չի կարող, սակայն իրեն ազատություն արարել, նոր արարումի համար, սրան իզորու է հասնել զորությունը առյուծի։ Ազատություն արարել իրեն և սրբազան մի ոչ անգամ պարտքի առջև, դրա համար, իմ եղբայրներ, անհրաժեշտ է առյուծ դառնալ։ Իրավունքը նվաճել նոր արժեքների։ Դա ամենասարսափելի նվաճումն է տոկուն և ակնածալից ոգու համար։ Արդարև, դա կողոպուտ է թվում նրան և գիշատիչ գազանի գործ։ Որպես իր սրբություն սրբոց, սիրում էր նա դու պիտին երբևէ, այժմ պետք է, որ նա անգամ այդ սրբություն սրբոցի մեջ ցնորք տեսնի և քմահաճույք, որ իր սիրուց իրեն ազատություն հափշտակի, այդ հափշտակման համար հարկավոր է առյուծ դառնալ։ Բայց ասացեք, իմ եղբայրներ, էլ ինչ կարող է մանուկը, որ չի կարող առյուծը անգամ։ Ինչու պետք է գիշատիչ առյուծը դեռ մանուկ դառնա։ Անմեղություն է մանուկը և մոռացում, նոր սկիզբ,
խաղ, ինքնագլոր անիվ, մի առաջին շարժում, մի սրբազան այո ասել։ Այո, Արարումի խաղի համար, իմ եղբայրներ, հարկավոր է մի սրբազան այո ասել։ Իր կամքն է կամենում այժմ ոգին, իր աշխարհն է շահում աշխարհակորույսը այդ։ Ես ձեզ ոգու 3 կերպարանափոխություն վկայեցի, ինչպես ոգին ուխտ դարավ, և ուխտն առյուծ, և ի վերջո առյուծը մանուկ։ Այսպես խոսեց զրադաշտը, և այս անգամ նա կանգ էր առել մի քաղաքում, որը կոչվում էր Չալպուտուր կով։ Վասն առաքինության ամբիոնների։ Զրադաշտին մի իմաստունի գովքն արեցին, որը կարողանում էր լավ խոսել քնի և առաքինության մասին։ Նա չափազանց հարգված և վարձատրված էր դրա համար, և բոլոր պատանիները գնում նստում էին նրա ամբիոնի առջև։ Նրա մոտ գնաց զրադաշտը և բոլոր պատանիների հետ նստեց նրա ամբիոնի առջև։ Եվ իմաստունն այսպես խոսեց. Պատիվ և ամոթ քնից առաջ, սա առաջին, և ճանապարհին խույս տալ այն բոլորից, ովքեր վատ են քնում և գիշերը արթուն են մնում։ Գողն էլ է ամոթխած քնի առաջ, նա միշտ գաղտագողի և սուսուփուս է գնում գիշերով, սակայն անամոթ է գիշերապահը, նա առանց ամոթի փչում է իր եղջյուրը։ Քնելը ամենևին հետին արվեստ չէ, դրա համար արդեն իսկ պետք է ողջ օրը արթուն մնաս։ Ինքդ քեզ պետք է ցերեկով տասնապատիկ հաղթահարես, դա լավ հոգնություն է բերում և խաշխաշ է հոգու։ Պետք է դարձյալ տասնապատիկ հաշտվես ինքդ քեզ հետ, զի հաղթահարումը դառնացնում է և անհաշտը դժվար է քնում։ Դու ցերեկով 10 ճշմարտություն պետք է գտնես, թե չէ գիշերով էլ ճշմարտություն կփնտրես և քո հոգին կմնա սոված։ Ցերեկով տասնապատիկ պետք է ծիծաղես և զվարթ լինես, թե չէ գիշերով քեզ հանգիստ չի տա ստամոքսդ, տրտմության դույն հայրը։ Քչերը սա գիտեն, սակայն բոլոր առաքինությունները պետք է ունենալ լավ քնելու համար։ Միթե ես կեղծ վկայություն կտամ, միթե կշնանամ, միթե ինձ թույլ կտամ ցանկանալ աղախնուն մերձավորիս, այս ամենը կհակասեր լավ քնելուն։ Եթե անգամ բոլոր առաքինությունները ունես, պետք է մի բան ևս լավ հասկանաս, իրենք առաքինությունները քնելու ուղարկել ճիշտ ժամանակին, որպեսզի նրանք իրար հետ չգզվրթվեն, այդ բուռն կանայք։ Եվ քեզ վրա, դժբախտ, հաշտ լեր Աստծո և հարևանի հետ, լավ քունը այդպես է պահանջում, և հաշտ եղիր նաև հարևանի սատանայի հետ, այլապես նա գիշերով քեզ այցի կգա։ Հարգիր ղեկավարությանը և ենթարկվիր նրան, և կաղ ղեկավարությանը նմանապես։ Լավ քունը դա է պահանջում։ Ես ինչ կարող եմ անել, որ իշխանությունը սիրում է կաղ ոտքերով շրջել։ Ես լավագույն հովիվ նրան կասեմ, ով իր ոչխարը փարթամ արոտներն է քշում։ Լավ քունն է այդպես պահանջում։ Ես ոչ շատ պատիվներ եմ ուզում, ոչ շատ գանձեր, դրանք բորբոքում են փայծաղը, սակայն ծանր է քնվում առանց բարի, անվան և փոքրիկ գանձի։ Ես գերադասում եմ, որ հասարակությունը փոքր լինի, քան չար, սակայն թող դա էլ հավաքվի և ցրվի ճիշտ ժամանակին։ Լավ քուն այդպես է պահանջում։ Ինչ շատ են դուր գալիս նմանապես հոգով աղքատները, նրանք նպաստում են քնին։ Երանի նրանց, առանձնապես երբ նրանց միշտ իրավունք են տալիս։ Այսպես է անցնում օրը առաքինու, սակայն երբ գալիս է գիշերը, ես, ինչ խոսք, զգուշանում եմ քունը կանչելուց։ Նա չի ուզում, որ իրեն կանչեն, քունը, որ տերն է առաքինությունների։ Այլ ես խորհում եմ, թե ցերեկով ինչ եմ արել ու մտածել։ Շարունակ որոճալով ես ինձ հարց եմ տալիս, համբերատար, ինչպես կովը, արդ որոնք էին քո 10 հաղթահարումները։ Եվ որոնք էին 10 հաշտեցումները, 10 ճշմարտությունները, 10 ծիծաղները, որոնցով իմ սիրտը գոհացրեց իրեն։ Այս կերպ 40 խոհ
ծանրութեթև անելիս և քննելիս քունը տեղնուտեղը ինձ վրա է տալիս, այդ անկոչը, Տերը առաքինությունների։ Քունը իմ աչքերն է թակում, և ահա ծանրանում են դրանք։ Քունը քսվում է բերանիս, և այն մնում է բաց։ Արդարև նա ինձ մոտ կրունկները հուշիկ դնելով է գալիս, գողերից ամենասիրելին, և թռցնում է իմ մտքերը ինձնից։ Ես հիմար կանգնում եմ այդ ժամ, ինչպես այս ամբիոնը։ Սակայն այնուհետև երկար չեմ կանգնում այդպես, հետո արդեն պառկում եմ։ Երբ զրադաշտը լսեց իմաստունին այսպես խոսելիս, իրեն ծիծաղեց իր սրտում, քանզի ընծմին լույս իջավ նրա վրա, և նա այսպես խոսեց առ սիրտը իր. Հիմար է ինձ համար սույն իմաստունը ահավասիկ 40 իր խոհերով, սակայն ես հավատում եմ, որ նա իսկապես լավ քնել գիտի։ Երջանիկ է արդեն, ով այս իմաստունին մոտիկ է ապրում։ Նման քունը վարակում է, նույնիսկ հաստաբեստ մի պատի միջով է այն վարակիչ։ Կախարդանք է ապրում անգամ նրա ամբիոնի մեջ, և զուր չեն պատանիները նստել առաքինության քարոզչի առջև։ Նրա իմաստնությունը բարբարում է, արթուն մնա, որ լավ քնես, և արդարև, եթե կյանքը չունենար ոչ մի իմաստ, և եթե ես ստիպված լինեի անիմաստությունը ընտրել, ապա նաև ինձ համար այս անիմաստությունը ամենանախընտրելին կլիներ։ Ես այժմ պարզ հասկանում եմ, թե նախկինում ինչ էին փնտրում նախ և առաջ, երբ առաքինության ուսուցիչ էին փնտրում։ Իրենց լավ քուն էին փնտրում և խաշխաշազարդ առաքինություններ։ Ամբիոնների բոլոր դույն փառաբանյալ իմաստունների համար իմաստությունը քունն էր առանց երազների։ Նրանք չիմացան կյանքի ոչ մի լավագույն իմաստ։ Անշուշտ, այսօր էլ դեռ կան ոմանք, ինչպես առաքինության այս քարոզիչը, սակայն ոչ միշտ այսպես ազնիվ, բայց նրանց ժամանակը անցավ, և նրանք այլևս երկար չեն կանգնի, քանզի նրանք արդեն պիտի պառկեն։ Երանի այդ քնկոտներին, քանզի նրանք շուտով պիտի դանթեն։ Այսպես խոսեց զրադաշտը։ Վասն անդրաշխարհիկների։ Մի օր զրադաշտն էլ իր ցնորքը նետեց մարդուց անդին, բոլոր անդրաշխարհիկների հանգույն։ Տառապյալ և տանջահար Աստծո գործ թված ինձ աշխարհը այժմ։ Ինձ երազ թված աշխարհը այժմ և մի Աստծո քերթվածք գունավոր ծուխ աստվածային մի դժգոհի աչքերի դեմ։ Չար ու բարի, վիշտ ու հրճվանք, ես ու դու, սա ինձ գունավոր ծուխ թված արարչական աչքերի դեմ։ Արարիչը կամեցավ իրենից աչքը շրջել, այդժամ աշխարհը ստեղծեց։ Տառապյալի համար արբշիր հրճվանք է աչքը շրջել իր տառապանքից և վերանալ։ Արբշիր հրճվանք և ինքնավերացում էր աշխարհը ինձ երբևէ թվում։ Այս աշխարհը անկատար հավիտենից, հավերժական մի հակասության պատճեն և անկատար պատճեն, արբշիր հրճվանք իր անկատար արարչի համար, այսպես էր աշխարհը ինձ երբևէ թվում։ Արդ ես էլ մի օր իմ ցնորքը նետեցի մարդուց անդին, բոլոր անդրաշխարհիկների հանգույն, իրոք մարդուց անդին։ Ահ, եղբայրներ, այս Աստվածը, ում ես ստեղծեցի, մարդու գործ էր, և խելացնորություն ադամորդու, բոլոր աստվածների հանգույն։ Մարդ էր նա, և լոկ մարդու և եսի չնչին պատառ։ Նա իմ սեփական մոխրից ու բոցից եկավ ինձ, այդուրուն, և արդարև նա անդինից չէ, որ եկավ ինձ։ Ինչ եղավ ինձ, իմ եղբայրներ, ես հաղթահարեցի ինձ, տառապողիս ես սեփական իմ մոխիրը լեռները տարա, ես ինձ համար առավել բորբոք կրակ գտա։ Եվ ինչ, այդժամ այդուրուն պոկ եկավ ինձնից։ Հիմա առողջացածիս համար տանջանք էր լինելու և տառապանք նման ուրուների հավատալը։ Ինձ համար տաժանք էր լինելու և նվաստացում, ես անդրաշխարհիկներին այսպես եմ ասում։ Տառապանք և անզորություն, ահա թե ինչն է ստեղծել բոլոր անդրաշխարհները, և այն կարճատև խելացնորությունը երջանկության, որը ամենատառապյալն է սոսկ փորձել։ Հոգնությունը, որը մեկ ոստյունով ուզում է հասնել վերջին, մահվան մի ոստյունով խղճուկորեն անգետ մի հոգնություն, որը այլևս կամենալ չի կամենում, նա է ստեղծել բոլոր աստվածներին և անդրաշխարհները։
Հավատացեք ինձ, իմ եղբայրներ, մարմինն էր, որը մարմնից հուսահատվեց, նախապված ոգու վերջին պատերն էր մատներով շոշափում։ Հավատացեք ինձ, իմ եղբայրներ, մարմինն էր, որը երկրից հուսահատվեց, նա էր, որ լսեց, թե ինչպես է իր հետ խոսում որովայնը գոյության։ Եվ այդժամ նա ուզեցավ վերջին պատերը ծակել գլխով, և ինչու լոկ գլխով, և այն աշխարհ անցնել։ Սակայն այն աշխարհը խնամքով թաքնված է մարդուց, այն մարդազերծ, անմարդկային աշխարհը, որ երկնային ոչինչ է, իսկ գոյության որովայնը այլ կերպ չի դիմում մարդուն, եթե ոչ սոսկ որպես մարդ։ Արդարև, դժվար է ապացուցել ամենայն գոյություն և դժվար է այն խոսեցնելը։ Ասացեք, իմ եղբայրներ, բոլոր իրերից ամենահրաշազորը չէ տակավին լավագույնս ապացուցված։ Այո, այդ եսը և եսի հակասությունը և խառնաշփոթն է դեռ ամենաշիտակը խոսում իր գոյության մասին, այդ արարող, կամեցող և արժևորող եսը, որը չափն ու արժեքն է իրերի։ Եվ այդ ամենաշիտակ գոյությունը, եսը, նա մարմնի մասին է խոսում և դեռ մարմինն է ուզում, անգամ երբ բանաստեղծում է և անրջում և ջարդված թևերն է թափահարում։ Ավելի ու ավելի շիտակ է սովորում նա խոսել, եսը, և որքան շատ է սովորում, այնքան շատ բառեր ու պանծացումներ է գտնում առ մարմինն ու երկիր։ Իմ եսը մի նոր հպարտություն սովորեցրեց ինձ, որը ես մարդկանց եմ սովորեցնում։ Գլուխը այլևս ոչ թե երկնային բաների ավազի մեջ խոթել, այլ այն հպարտ պահել, այդ երկրային գլուխը, որը իմաստն է արարում երկրի։ Ես նոր մի կամք եմ մարդկանց ուսուցանում, այն ճանապարհը կամենալ, որը մարդը կույր անցավ և փառաբան լինել նրան և նրանից այլևս չշեղվել ամենևին, հիվանդների և մահացողների նման։ Հիվանդներ և մահացողներ էին նրանք, որոնք մարմին ու երկիր արհամարհեցին և երկինքը հորինեցին և կաթիլները քավիչ արյան։ Բայց նույնիսկ քաղցր ու մռայլ այդ թույները նրանք մարմնից ու երկրից վերցրին։ Նրանք ուզեցան իրեն թշվառությունից պրծնել, իսկ աստղերը նրանց համար շատ հեռու էին։ Այդժամ հեծածին. «Օհ, իսկ եթե երկնային ուղիներ լինեին մի այլ գոյություն և երջանկություն սողոսկելու համար»։ Այդժամ մոգոնեցին իրենց սողանցքը և արյունոտ խմիչքը։ Արդ իրենց մարմնից և այս երկրից վերացած համարեցին իրենց, ապերախտները այդ, բայց նրանք ում էին պարտական իրենց վերացման տենդի և հափրանքի համար, իրենց մարմնին և այս երկրին։ Մեղմ է զրադաշտը հիվանդների հանդեպ, արդարև նա չի զայրանում նրանց փոփանքի միջոցների և ապերախտության համար։ Երանի նրանք առողջանան ու հաղթահարեն իրենց և բարձրագույն մի մարմին ստեղծեն իրենց։ Զրադաշտը չի զայրանում նաև առողջացողի վրա, երբ նա քնքշությամբ նայում է իր ցնորքին և գիշերվա կեսին քարշ է գալիս դեպի իր Աստծո գերեզմանը, սակայն անգամ նրա արցունքները ինձ համար դարձյալ հիվանդություն և հիվանդ մարմին են մնում։ Ինչքան հիվանդ ժողովուրդ է մշտապես վխտում նրանց միջև, ովքեր բանաստեղծում են և աստվածահար եղան։ Մոլեգին ատում են նրանք ճանաչողության, մարդուն և առաքինություններից այն կրտսերին, որ կոչվում է շիտակություն։ Նրանք միշտ հետ են նայում դեպի խավար ժամանակները, այն ժամ, անշուշտ, այլ բան էր ցնորք ու հավատ, բանականության մոլեգնությունը աստվածակերպություն էր։ Իսկ կասկածանքը մեղք։ Ես չափազանց լավ գիտեմ դույն աստվածակերպերին, նրանք կամենում են, որ հավատան իրենց, և կասկածը մեղք համարվի։ Ես չափազանց լավ գիտեմ նաև, թե նրանք իրենք ինչին են ամենաշատը հավատում, արդարև ոչ անդրաշխարհներին և քավիչ արյան կաթիլներին, այլ մարմնին են ամենաշատը հավատում նաև նրանք, և նրանց համար իրենց սեփական մարմինն է ինքնին իրը իրենց։ Բայց այդ նրանց համար հիվանդագին իր է, և նրանք հաճույքով դուրս կգային իրենց մաշկից։ Դրա համար էլ նրանք ունկ են դնում մահվան քարոզիչներին և իրենք էլ անդրաշխարհներ են քարոզում։
Ավելի լավ է, իմ եղբայրներ, ականջ դնեք առողջ մարմնին, առավել շիտակ ու մաքուր ձայն է այդ։ Ավելի շիտակ և մաքուր է խոսում առողջ մարմինը, կատարյալ և ուղիղ բռնած անկյուններով և երկրի իմաստի մասին է այն խոսում։ Այսպես խոսեց զրադաշտը։